Սալագամի հետ հարց կա, որ այս պահին հաստաբանները միջնորդում են, որ փոփոխվի թափամամիջոցը ու ինչ է դուրս գալիս, արդեն ոչ թե դուք ինձ եք բաժում, անգերձ եմ ասում Աստվածը վրա, էլի փառք Աստծո, սա պատիժ է, երբ որ ամեն մարդուն բեռնում են ասում են կանոնավորություն, պատիժ է, հիմա դուք կարող եք արդարադատություն կոչեք, բայց ես արդարադատություն չեմ տեսնում այդտեղ, բայց հարցը դա չի, հարցը այն է, որ հիմա արդեն հունվար ամսից սկսված, երբ արդեն ծանրացել է, հիմա ես էլ ասեմ, նոր հանգամանքը սոցիալական վիճակը, եթե ասենք ես Վրաստանում եմ նստել, մարդն երբ որ առաջի ամսվա մեջ է ձերբակալված, մի բան է ֆինանսական խնդիրներ լուծել, երբ որ արդեն 5 ամիս, 8 ամիս, մի տարի արդեն բարթանում է, դժվարանում է։ Այստեղ կինս հազիվ հասցնում է երեխեքին Դեբրոստան էլ բերել, չի էլ կարողանում շատ անգամ, էլ աշխատանքի մասին էլ չեմ խոսում։ Ու հիմա այս խնդրի առաջ մենք կանգնել ենք։ Հիմա հարցը արդեն ես չեմ։ Անգեզ եմ, ասում Աստվածը վեգա ու կտեսնենք, եթե 4 ամիս է կնստեմ, 16 ամիս է կնստեմ։ Հարցը արդեն իմ երեխեքին անուն թողնելու, չթողնելու հարցն է, այստեղ կանգնած։ Հիմա ես Վրաստանում մի անգամ տուն կորցրել եմ ու ոնց որ ասած Հայաստանում տուն կորցնելու չեմ։